Եվորդվոյ ոգույն սրբո ամեն մեր եկեղեցին Սուրբ Հոգի նվիրված դոնը հոգեկանուստը դոնը գդոնե վերջը մյուս օրերը գնվիրե Սուրբ Հոգին ընդհանրապես մենք դոնի մը կպատրաստվենք չէ ասենք նախորդ շաբաթը ասենք վարդավառը նախորդ շաբաթը բահք է եւ վերջը վարդավառը գդոնենք վերջը մնացած օրերը տոնական օրեր կամ վերափոխում բայց Սուրբ Հոգի դոնը 50-րդ օրը գլա եւ Սուրբ Հոգի դոնը երբ որ գդոնենք հաջորդ 7 օրը իրեն նվիրված է եւ բահք է այս օրերը որը հագարակ լոջիկով կաշխատի եւ իսկապես մարդս չի գրնար Աստծո ջամփան քալել առանց Սուրբ Հոգի օրհնության եւ առանց Սուրբ Հոգի միջամտության հիմա երբ որաշրջանին հաջող կարդացինք Քորձ առաքելոց գիրքը ինչ է Քորձ առաքելոց գիրքը Հիսուս ինչ որ քարոզեց առաքյալները կորձի պետք է անցկացնեին ապիկա, այդ կորձերը կարաշնորթեր Սուրբ Հոգին, որովհետև բամը չսկսան ընելու, մինչև Պենտեկոստի օրը լրացավ, Սուրբ Հոգին իջավ, և Պետրոսը սկսավ քարոզ խոսել, Պետրոսը, որ կվախնար մարդոց մեն, չէ, տիրոջը թավանելու, ուրացավ իրեն 3 անգամ, բայց ելավ քարոզը խոսեցավ հոգի կալստյան օրը և գսե 3000 հոգի դարձի եկավ։ Հիմա երբեմն կմտածես, ասն ինչ բառեր գործածեց Պետրոսը, ինչ տեսակ հոգիով խոսեցավ։ Ուրեմն ոչ թե բառերն են, այլ այդ Սուրբ Հոգի զորությունն է, որ իր մեջը գործեց, որտեղ Սուրբ Հոգին ինչ ունի, փոխանցականություն ունի։ Հավատքը մենք մեկը կառնենք ոչ թե բարձրապես կսորվենք, կլսենք մեկը, որ կխոսի հավատքի մասին և կսորվենք իրը։ Օրինակ հիմա շատերս հավատքը ասենք արած ենք մեր ծնողքեն կամ մեծ ծնողքեն, կամ մեկը մեզի քարոզած է, փոխանցված է այդ հոգին մեզի։ Այդ փոխանցման շունչը Սուրբ Հոգին է։ Միայն մտածեցեք, եթե այսօր հոսեք, ժամանակին լսել եք այդ Սուրբ Հոգիի գանչը, այդ Սուրբ Հոգիով ներսը գրագը վարվել է, որտեղ Հիսուս ինչ ասավ, եկա ինչ նետելու երկրի վրա, գրագ նետելու։ Եվ այդ գրագը մենք ուր կտեսնենք, հոգեկալստյան օրը, այդ սիրո գրագը, որ գուկա առաքյալները նոր հոգելու և նոր շունչ տալ։ Եվ այսօրվա շարականը կնկարագրի, բառերով կբացատրի, թե ով է Սուրբ Հոգին, որտեղ շատ քիչ կխոսենք Սուրբ Հոգիի մասին, և Քրիստոսի հետո համբարձում են հետո բոլոր այդ թարաշրջանը, որ մենք կապրինք, Սուրբ Հոգին է, որ կգործեն։ Որտեղ ինչ ստավ Հիսուս, ես պիտի երթամ, բայց պիտի ծղրգեմ ձեզի մխիթարիչը, Սուրբ Հոգին։ Մխիթարողը նշանակե, որ նեղության մեջ ցեր կտա, չհասկացած ադենը կբացատրե մեզ։ Անուսության մեջ հույս կտա, ցավի մեջ թարմանում կտա։ Այդ Սուրբ Հոգին է, որը մենք չենք տեսնել այս աչքերով, բայց կզգանք սրտի աչքերով։ Կսե արեքագն արդարության Քրիստոս ծագյալ աշխարհ հալածյացս խավարն անկիտության։ Արդարության արեգակը, որ Քրիստոսն էր, ծագեցավ աշխարհի վրա եւ անկիտության խավարը սրբեց։ Ադորաման Հիսուս ասավ, ես եմ լույսը աշխարհի։ Եվ գսե, եւ հետ մահու եւ հարության համբարձավ առհայր հորմե ծագյաց։ Պատմություն կպատմի։ Այսինքն մահվնե եւ հարութենեն հետո համբարձավ հայր, ուրդեղ է որ ծագել էր, ուրդեղ է որ եկած էր։ Հիսուսը ասավ, ես վերեն եկա, հայր ինձ ելնեց։ Որ երկրպագի հեքնավորած եւ երկրկավորած եւ ընթոր եւ Սուրբ Հոգու, որը կերկրպագվի երկնավորներու, որ մենք ենք, երկնայիններու, որ հեշտակներ ենք, եւ Սուրբ Հոգին հետ եղավ, հոր եւ Սուրբ Հոգին։ Վաս նորո եւ մենք երկրպագենք հոր հոգով եւ ճշմարտությամբ։ Ադոր պատճառով մենք երկրպագենք հորը հոգիով եւ ճշմարտությամբ, որտեղ ամեն ինչի պատճառը Հայր Աստված է, որ տվավ իր միածին որդին եւ որ մեր դուրս կգա կփխի Սուրբ Հոգին։ Հիմա
գբացատրե պատմությունը, որ ասել Սուրբ Հոգին ուտեղ են ուկա։ Գսել, որ փոխանակ ծոցացին բանին, որ ել հետինս, ծոցացին, ասել, ծոցեն ելած Աստծուց, ադոր փոխանակ բանին, բանը Աստծո խոսքն է, եւ բանը մարմին եղավ, որ երկինքեն եկավ, ադոր փոխարեն մեզ ղրգեց, արաքեցավ ավետիքն հորի բարձանս հոգին ճշմարտությամբ։ Երկինքեն արաքեց, փարի ավետիսը, որը ճշմարտության հոգին է։ Ինչն ելու համար, մխիթարել զորս աթամա դրդմեցելոց, հրազինյալ, զնդրյալ դասն արաքելոց։ Մխիթարե անոնց, ովքեր որ աթամի պատճառով դրդմության մեջ մտան։ Ինչ հրավ աթամը, մեղքի մեջ ինգավ։ Հիմա ով մեկը ցավի մեջ է պիտի հանես, ինչպես պիտի հանես, մեկը պիտի ղրգես, չէ։ So աթամի լման սերունդը, որ մենք ենք, դրդմություն մեջ ենք, ցավի մեջ ենք, վեր կհանեն։ Եվ ինչ հրավ, հրազինյալ, զնդրյալ ըստասը սարակելով։ Հրազինյալ, այսինքն հուրով, կրագով, զինեց, զենք տվավ, առաքյալներու դասեն, որոնք պիտի երթային այդ նույն հոգի զորությամբ ամբողջ աշխարհը պիտի քարոզեն։ Երևակայեցեք 12 հոգի ամբողջ աշխարհը գլխի վայր դարձուց։ Ֆուտբոլի խումբը լար, չէ՞, FIFA-ն աստարի հոստ է մեկ մասը, չէ՞։ FIFA-ի խումբը լար, ամեն աշխարհին հաղթեր, ինչ կլային, քավատ կուդային իրեն, բաժակը գտաներ։ Հիմա 12 հոգի առաքյալները ինչպես կրծանասի գանել, որտեղ Սուրբ Հոգին ելելի։ Հիսուս ինչը սա տեղում գիշե, որ երբ որ գործեր գներ, սա որ կզարմանանք, բայց ինձ մե ավելի զորավոր գործեր պիտի կատարենք, որովհետև Սուրբ Հոգին գլխի։ Եվ գսե, այսօր տրդմական և գիշերային լուծան երկունք ծննդյան նախամոր, այսօր տրդումով ցավով և գիշերային երկունքի, պզդիկ ունենալու ցավով, ցավերը լուծվեցան, քանզի ըստնյալն մարմնով իմա և հապականություն, որովհետև մարմինով ծնածը մահվան և հապականության մեջ մտավ, վերստին գծնի մարդոց, վերստին ծնանի հոգի հորթիս լուսո հոր են երկնահորի։ Այսինքն մարդեն ծնածը, բոլորս որ մարդեն ծնած ենք, հորմե գծնի Սուրբ Հոգիի պատճառով, ինչպես մգրդությամբ։ Այսինքն ինչու սավ Հիսուս միջև ջուրեն և հոգիեն չծնիք չեք կրնար արքայությունը։ Նիկոդեմոսը զարմացավ, ես 70 տարեկան եմ, ինչպես մի ծնեմ, ինչպես մտնեմ մայրիկիս որովայնը, սավ տուն ես վարդապել, չես գիտեր, բայց կսեմ կեզի Սուրբ Հոգին կգործե հովի պես, չես գիտե ուր դեղեն գուկա և ուր գերթա, այս պետք է ծնիք, Okay. Եվ էրջը գսե, որ Սուրբ Հոգիի հարսությունը, որ համակույտ ես հոր և որդու, այսինքն համակու ես, հավասար ես, արժանաբադիվ ես, նույն մագարտակի վրա ես, հորը և որդին, անջարաբար պխումնի միշտ են, անջարաբար, որ չես կրնար բացադրել, ինչպես կպխի, ինչ են, հոս գրված է, են, չէ? Աստուզմե կպխի, իր մեկ ելն է, ինչպես հայրը գծնի, ինչպես որդին գծնի աստուզմե, այսօր պխեցեր ջուր կենթանի Երուսաղեմ, ինչ ջուրի մասին է խոսը, գսե այսօր Երուսաղեմի մեջ նոր աբրող ջուր պխեցուցիր, հոգի աստուզո ողորմյա, ասի որ ջուրի մասին է խոսքը, Սուրբ Հոգիի համար էր, որտեղ պետք է նստեին Երուսաղեմի մեջ, սպասեին Սուրբ Հոգիին, որ պիտի տարածվեր։ Բայց նաև Հովանու ավետարանի մեջ 7-րդ գլխու մեջ ինչ կտեսնենք Հիսուս տաղավահարած տոնը, ուր որ ջուր կբերեին և կլցնեին խորանի վրա, որի հիշատակն էր, թե ինչպես անաբադի մեջ Մովսեսին ջուր գուդար Աստված, որ ժողովուրդը ծարավեն չմեռներ։ Եվ Հիսուս 8-րդ օրը, Սեդոնի վերջին օրներ, կգենա և կբորա, միակ տեղն է, որ Հիսուս կբորա, երևակայեցեք պարը, բորալ պարը կոծած է։ Կսե, ով որ ծարավ է, թող կա ինձի և խմե։ Այս ջուրը, որ ես կուդամ,
ուրիշ տեղ գսե Սամարացի գինի, գսե ոչ մեկ տեղ կրնական։ Եվ Հովանես Ավետարանը ինքը կբացատրի, գսե կխոսիր հոգի մասին, որ դեռ չէր դրված, որովհետև մարդու որդին դեռ չէր փառավորված։ Փառավորում պիտի լար խաչելությամբ, թաղումով, հարությունով եւ համբարձումով, որ մեր հետ է Սուրբ Հոգին։ Հիմա ասիկա մեզ ինչ կսե։ Մեզի գսե, որ մենք մեր հոգևոր կյանքը մինալնիշ չենք կրնար ապրել։ Մենք Աստծո խոսքը մինալնիշ չենք կրնար հասկնել։ Մենք իրարու սիրել մինալնիշ չենք կրնար։ Ինչու Հիսուսը ասավ, որ մեկ ինձի չի կար, եթե հայրս չքաշեր։ Հետաքրքիր խոսքս է, չէ՞։ Մենք ասենք ամեն երագի եկեղեցի երթանք, ասկնենք, անգնենք, գիտենք ամեն ինչ։ Բայց մեկը դեպի Աստված չէր տա միջև չքաշե։ Եվ այդ քաշելը Սուրբ Հոգին։ Հետևաբար ովևէ հոգևոր կյանքի մեջ, ովևէ հաջողություն, ովևէ բդուղ, Սուրբ Հոգի բդուղները, որ կխոսի Պողոս Արաքյալը, առանց Սուրբ Հոգի օգնության չլար։ Ինչու, որովհետև եթե մարդս մինագը գրնարնել, ինչպես այսօրվա խորհրդածությունը, եթե Պետրոսը ինքը քալեր ջուրի վրա, ինչ կլար, կբարդանար, բայց Սուրբ Հոգին հակառակ է անփարդավաններուն, ինչպես կսե Աստվածածին իր Սաղմոսին, չէ՞, եւ շնորհ գուտա խոն արնելու։ Ադորամար մեր կյանքի ամբողջ ընթացքը ինչ պիտի լա Սուրբ Հոգի ծերը բռնել եւ քալել։ Եվ միշտ ասել, որ դու ավելի ուժեղ ես, եթե իսկապես ինքը ուժեղ է, չէ՞։ Ինձի օգնե մարդոց ներելու, մարդոց սիրելու, ճիշտ հոգիով ծառայելու եւ քու Աստծո որդի խոսքը հասկանալու, որովհետեւ երբեմն մենք նույն բանը կգարտանք հարաբեր եւ կհասկանանք, երբ որ պատրաստ ենք Սուրբ Հոգին մտիկ գնել։ Երբ որ մտիկ գնենք, կսե որ աս խոսքը այսօր քեզի համար էր եւ քու մեջ է բդուղ դիտա։ Անորաբար մեր սրտերը լայն բանանք, որ քալիք պահոց օրերնալ իր հետը լանք եւ ասքանի որ մեր աղոթքը միշտ ցերկերից բանանք Սուրբ Հոգի դաստված, ադան կսկսենք։ Տունես մեր հոգին, տունես Աստծո Հոգին, որ մեզի կյանք կուտաս եւ մեզի ալ քուշն ունի արժանացուր։ Թող Աստված նորոգի մեր կյանքը, մեր հավատքը եւ մեր հոգեվոր պայքարը իր Սուրբ Հոգիով հավիտյանս հարգերից ամեն։